ես չեմ հասկանում, յուրաքանչյուր ընկերություն երկու կողմյա է։ Այդ ոնց է Ռուսաստանի քաղաքացին կարող է գա Հայաստան ներքին պասպորտով, ինչ ասել ներքին պասպորտ։ Ռուսաստանը ունի երկու պասպորտ, ներքին այդ մեր ID քարտն է եւ արտաքին պասպորտ, Զագրամ պասպորտ։ Ուրեմն մենք կարող ենք Ռուսաստան գնալ ID քարտով, ծիծաղ առաջացնում, իհարկե ոչ։ Իսկ իրանք ինչու պիտի գան։ Մենք ինչ գիտենք, մեր մոտ ով է գալի։ Երբ որ գալիս է Ռուսաստանից ինչ-որ մեկը ներքին անձնագրով, իսկ հայը չի կարող ID քարտով գնա, դա երկու կողմյա չի։ Ինձ թվում է արդեն ժամանակն է, նամանավանդ որ Ռուսաստանը ասենց հիստերիկա է գցե, որոշեք, ռեֆերենդում արեք, դուք Ռուսաստանի հետ եք, թե ցիվիլիզացիայի հետ եք։ Իհարկե մենք ցիվիլիզացիայի հետ ենք, բայց դա մեր գործն է, ձեր գործը չի, դա մեր ներքին գործն է։ Եթե մեր ղեկավարությունը որին ձայն ենք տվել, որը հաղթել է դեմոկրատական ընտրություններում, որը դուք ձեզ թույլ չեք կարող տալ, դուք յաբլկան եք փագում, միակ կուսակցությունը, որ ասում է պատերազմի դեմ, իրանք փագում են ու մեծ փրթում են, թե Հայաստանը ինչ անի։ Դուք մի հատ ձեր մոտ ձեր կարգավիճակը ձեր ժողովրդից հարցրեք, ձեր ժողովուրդը պատերազմ ուզում է, թե չի ուզում։ Ես համոզված եմ, որ մեծամասնությունը չի ուզում, խի պիտի մեծամասնությունը ուզենա։ Այն տակ գլուխները գնացին, զոհվեցին, պրծավ, թեման փակվավ։ Այս 1.5 տարուց ավել է, ռուս ժողովուրդը որ տեսավ պատերազմը արդեն իր դուրն է ծեծում, ինչի պիտի ուզենա։ Բայց ղեկավարությունը գիտի, որ հենց պատերազմը կանգնեց, ինքը պրոբլեմներ է ունենալ, բայց ինչ պրոբլեմ։ Ռուսաստանում ինչ պրոբլեմ։ Ռուսաստանում ոնց որ ասեց Ալեքսանդր Սերգեյեviչ Պուշկին, в России нет закона, в России столб стоит, а на столбе корона։ Ես մեղքում եմ Ռուսաստանի քաղաքացիներին, որովհետև իրանց ղեկավարությունը իրանց պայմանեց ոնց որ իրանք կալանավոր լինեն, իրանք կալանավոր են, իրանք ոչ մի իրավունք չունեն, իրանց տեղը ամեն ինչ որոշված է եւ Ռուսաստանի օրենքները գնում են իսպար ժողովրդության դեմ եւ ժողովրդի դեմ, ինչ իրանք հորինում են մենակ նրա համար, որ ժողովրդին դրանից վատ լինի, այսպես։